Ողջույն հարգելիներս, կարում ենք հարդարման կարատեսակ ռելիեֆային կար, երեսային կողմից կա վրակար։ Այստեղ ռելիեֆային կարը ունի դեկորատիվ նշանակություն եւ մշակում ենք շերտակտորով։ Կարը նախատեսված է, երբ որ ռելիեֆային կարը կտրվածքով չունի կարաբաժին եւ մենք մինիմալ կարաբաժին պետք է տանք մշակելու համար։ Նշում եմ ռելիեֆային կարի տեղը, բայց չենք կտրում սա, որովհետեւ այստեղ ընդհանրապես պետք է լինի ծալք 1-2 մմ։ Շերտակտորի վրա կարող եք գծել միջին գիծը, կարող եք ծալել եւ գծել առանցքային գիծը։ Առանցքային գիծը դրվում է ուղիղ մեջտեղով ռելիեֆային կարի գծանշանի վրա։ Կարում ենք շերտակտորը միջին գծով հիմնական դետալի վրա։ Այն ծավալելու է որպես ռելիեֆային կարի տեղ։ Կարը սկսում եւ ավարտում ենք ամրակարով։ Եթե ձեր մշակած կտորի վրա առաջանա անհարթ հատվածներ, լավ կլինի այդ этаպում դուք հարթուկեք, եթե խնդիր չկա, ապա շարունակում եք աշխատանքը, ծալում եք շերտակտորը մի կողմ, հիմնական դետալի շերտերը մյուս կողմ։ Այսպես ծալված չեն հարթուկում, հարթուկում է միայն բացված վիճակում, եթե դրա կարիքը կար։ Հիմա մենք պետք է կարենք ռելիեֆային կարը մեր այս կարված եզրից 1 մմ հեռավորության վրա։ Հենց այդ 1 մմ-ն է կարաբաժինը։ Այս կարատեսակը կարող եք օգտագործել կորսետների, ներքնազգեստների մշակման ժամանակ, երբ որ չկա կտրված, բայց ցանկանում եք, որ այդտեղ լինի օրինակի համար ռիգիլին կամ կիտովի ուս, ապա կարող եք կարակութերը ընտրել մանր, որ ավելի լավ պահի եւ հանկարծ չբացի։ Մնացած դեպքերում կարի կութի լայնությունը սովորական է, ինչպես մնացած կարերի դեպքում։ Ատլասի հյուսվածքների կտորների դեպքում խորհուրդ կտամ այս этаպում հարթուկել այս կարը, հետո նոր շարունակել աշխատանքը։ Երբ որ հարթուկվում է կարը, շերտակտորը ավելի լավ է նստում, կարը ավելի կոպիտ է ստացվում։ Այս կարատեսակի վրա կարը պարտադիր է, քանի որ այն պահելու է շերտակտորը, որը մենք մշակեցինք թարս կողմից։ Բայց այստեղ կարող ենք այդ ռելիեֆային կարի վրա կարը օգտագործել որպես կիտովի ուսի, ռիգիլինի, շնուրների, որը կարող է լինել տարբեր հաստության մշակման համար։ Կիտովի ուսի, ռիգիլինի լայնությունները մենք կարող ենք քանոնով չափել, բայց շնուրները, որոնք ունեն տարբեր հաստություններ, հատկապես ահա այսպիսիք, մենք կարող ենք ահա այսպես տեղադրել, որտեղ այդ կորությունները վերցնում են կտորի ծավալ եւ նոր մեկ կողմանի թաթիկով կարել։ Կարող ենք նաեւ ռիգիլինը այսպես դնել, ոչ թե հետո տեղադրել, այլ կարել միանգամից շերտակտորի հետ միասին, եթե օրինակ կորսետ եք մշակում, որտեղ այն փափուկ է եւ կարելի է հենց միանգամից իր վրա կարել։ Ի տարբերություն կիտովի ուսի, որը ավելի կոշտ է։ Այն հետո են տեղադրում։ Իսկ կոշտ ռիգիլինը կարող եք ահա այսպես դնել եւ ընտրեք լայնությունը, որ դուք ուզում եք։ Ես այստեղ ընտրում եմ այնպես, որ ռիգիլինի եզրից գոնե 1 մմ կողք ընկնի, որտեղ այդպես ռիգիլինը կմնա անշարժ եւ ֆիքսված կարով հիմնական կտորին։ Ճիշտ է թեմայից դուրս է, բայց քանի որ ես կարում եմ կոշտ ռիգիլին, ասեմ, որ կոշտ ռիգիլինը եզրերից պետք է ներքև լինի 1-1.5 սանտիմետր, նայած ինչ կտոր է, ամրակարը լավ կլինի, չլինի, այսինքն լավ կլինի, որ տեսողականորեն ոչ մի կարերի կուտակումներ չլինեն։ Եթե ամրակար կա, ապա այն ազատ տեղը, որ ընկնում է կարաբաժնի վրա։ Ահա այսպիսի գեղեցիկ մշակում ստացանք, սա առանց կտրվածքի ռելիեֆային կարն էր, որտեղ կարաբաժինը 2 մմ էր, կարվեց ռիգիլինով, ռիգիլինի եզրից 1 մմ հեռավորության վրա։ Ռիգիլինով ես կարեցի ձեզ ցույց տալու համար, կարատեսակը նախատեսված էր առանց ռիգիլինի աշխատանքի համար, որպես ռելիեֆային կար։ Ներքևի այս փոքրիկ մասը առանց ռիգիլինի եմ մշակել, որպեսզի ձեզ ցույց տամ, որ այստեղ կարող եմ դնել կիտովի ուս, որը կարող է լինել պլաստմասից կամ մետաղյա։ Եվս մեկ անգամ ցույց տամ սխեման, ահա այսպեսին պետք է լիներ կարատեսակը, նմուշը կարվում է այս տարբերակով։